Չեք հավատա, բայց այս տարբերակով պատրաստած հավն ու կարտոֆիլը ստացվում է նույնիսկ ավելի համեղ, քան ռեստորանում։ Այս յուրահատուկ ուտեստի գաղտնիքը իմանալու համար ձեզ պետք է ընդամենը պահպանեք այս բաղադրատոմսը ու փորձեք դուք էլ պատրաստեք շատ եք հավանել։ Հավը լավ մաքրել ու լվանալուց հետո վրան այսպիսի կտրվածքներ ենք անում ու երկու կողմից ըստ ճաշակի համեմում աղով, որից հետո մարինադն ենք պատրաստում։ Համեմունքներից ես օգտագործում եմ սև եւ կարմիր աղացած պղպեղ, չաման, մի փոքր սխտորի փոշի եւ մի փոքր կծու պղպեղ։ Նաեւ ավելացնում ենք չորացրած ցիտրոն, 50 մլ բուսայուղ ու 2 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Լավ խառնում ենք ու ստացված մարինադով երկու կողմից պատում հավը։ Ցանկալի է թողել մոտ 2 ժամ հավը այսպես մնա լավ մարինացվի։ Իսկ այդ ընթացքում վերցնում ենք հնարավորինս մեծ չափի կարտոֆիլ, լավ լվանում ու դնում 1 ժամով ջեռոց, մինչ պատրաստ լինելը, որից հետո կարտոֆիլը բաժանում ենք 2 հավասարաչափ մասի ու այսպես հեռացնում փափուկ մասը։ Հիմա կարտոֆիլի վրա ավելացնում ենք 150 գրամ կարագ, աղ եւ սև պղպեղ ու վերածում պյուրեանման զանգվածի։ Ավելացնում ենք նաև մի փոքր մայոնեզ կամ թթվասեր ու մոտ 300 գրամ մարինացված սունկ։ Խառնում ենք ու ստացված զանգվածով լցոնում կարտոֆիլը։ Իսկ հիմա տապակը ծածկում ենք ֆոլգայով ու 1 ժամով դնում ջեռոց։ 1 ժամ անց ցույց կտամ, թե ինչ եմ անելու։ Իսկ մինչ այդ տնային տնտեսուհիներ ջան, այս խորհուրդը վստահ եմ բոլորիդ պետք է գալու։ Վալբիրիսից գտել եմ մի հրաշք լաքահանիչ, որը հագուստից հեռացնում է ցանկացած տեսակի հետքեր։ Ֆիքսում ենք նախքին տեսքը եւ իհարկե ցույց կտամ հետո։ Գինը ընդամենը 1500 դրամ է, բայց 1 միլիոնի օգուտ է տալիս հեշտացնելով մեր առօրյա գործերը։ Հագուստի վրա ավելացնում ենք լաքահանիչ, վրան լցնում եռմանջուր ու թողնում այդպես 1 ժամ։ Որից հետո լվանում ենք լվացքի մեքենայի մեջ ու ստանում այսպիսի կատարյալ արդյունք առանց մի կաթիլ հետքի։ Իդեպ լաքահանիչը նախատեսված է եւ սպիտակ, եւ գունավոր հագուստի համար։ Խորհուրդ եմ տալիս դուք էլ պատվիրեք այս ունիվերսալ միջոցը ու ձեր առօրյա գործերը կրկնակի հեշտ ու հաճելի կանցնեն։ Կարող եք նաեւ խոհանոցային պարագաները լվանալ։ Դե ինչ, անցել է արդեն 1 ժամ եւ ժամանակն է ջեռոցից դուրս բերել մեր համեղագույն ուտեստը։ Կարտոֆիլի վրա քերիչով անցկացրած պանիր ենք շաղ տալիս ու կրկին տեղափոխում ջեռոց մոտ կես ժամով, մինչ մի փոքր ոսկեգույն դառնալը։ Ահա եւ մեր անկրկնելի համեղ լցոնած կարտոֆիլն ու հավը պատրաստ է, կարող ենք մատուցել ու վայելել։ Եթե ուզում եք հաճելիորեն զարմացնել ձեր հյուրերին, ապա հաջորդ անգամ հենց այս ուտեստը պատրաստեք, շատ են հավանելի։ Սիրելիներս, կիսվեք այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ, սրտիկեք, եթե հավանեցիք ու իհարկե բաժանորդագրվեք իմ տնական բաղադրատոմսեր էջին, իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։ Բաժանորդագրվեք, որ հետագայում բաց չթողնեք իմ նոր հոլովակները։